հարցա, ասեք խնդրում եմ մեր հարազատներին, երբ մահանում են, երկնքից տեսնում են մեզ, դե ինչ է կատարվում, ոչ, Շունչը ասում է, որ իրենք իրանց հիշողությունը պահում են, բայց որ երկնքից տեսնեն երկրի վրա կատարվածը, այդպիսի բան չկա։ Եթե Աստված կամենա, երկրի վրա բազմաթիվ տեսակներ կան, եւ Աստծո թույլտվությամբ կարող են իրենց փոխանցել ինչ է կատարվում։ Սա տեսականորեն եմ ասում, կրկին Աստվածաշնչում չկա սա գրված, բայց երկնքից երկիրը չի երևում եւ իրենք չեն տեսնում մեզ ու իրենց հոգիներն էլ երկրի վրա չեն եւ անմիջապես անգամ այդպիսի ընդունված ավանդույթ կա, որ 40 օր գոնե հոգին մնում է երկրի վրա, Աստվածաշունչը ասում է նույն օրը գնում է։ Աղքատ Ղազարոսի պատմության մեջ հարուստը մահացավ եւ նույն օրը հոգին գնաց դժոխք։ Կամ Տեր Հիսուսը խոսում էր ավազակի հետ, որը ապաշխարեց, ասեց այսօր ինձ հետ դրախտում կլինես, ոչ մի 40 օր էլ չկա։ Այն որ Տեր Հիսուսը հարություն առավ 40 օր հետո համբարձվեց, դա չի նշանակում մարդիկ հոգիները 40 օր շրջում են։ Մենք պիտի ուշադիր լինենք, որ այդպիսի առասպելների չհավատանք, հավատանք նրան, ինչը ասում է Աստվածաշունչը։